Օրեր առաջ մի քանի 100 առևտրականներ կանգնեցին փաստի առջև։ Պարզվեց, որ Հրազդան տոնավաճառի նրանց տաղավարների վարձավճարը կտրուկ բարձրանում է։ Մեծ էր առևտրականների զայրույթն ու հուսահատությունը։ Այդ պայմաններով այլևս անհնար էր աշխատել։ Անհնարների վիճակում հայտնված եւ փաստի առաջ կանգնած Հրազդան տոնավաճառի առևտրականները օգնության խնդրանքով դիմեցին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպման խնդրանքը եւս անպատասխան չի մնում, եւ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում առևտրականները դիմում են խնդրանքով տրամադրել իրենց տարածքներ աշխատելու համար։ Գագիկ Ծառուկյանի դրական արձագանքը չի ուշանում։ ԲՀԿ նախագահը վստահեցնում է, որ ամենասեղմ ժամկետում հարցը լուծում կստանա։ Իմանալով այսօր ժողովրդի վիճակը, տնտեսական վիճակը, առավել ևս ձեր վիճակը, պատրաստ եմ տրամադրելու առանց որևէ գումարի։ Երբ որ դուք աշխատեք, դա կլինի մի տարի, 2 տարի, 3 տարի, երբ կլավանա, ես դեմ չեմ, որոշամ, եթե դուք առնեք 5000, հիմա $300 վճարելու համար դա խնդիր չի, բայց այսօր ես ասում եմ, ես եմ ձեզ ասում, տրամադրում եմ ձեզ, պետք է դուք միայն ախրանած ծառայությունն էլ ես եմ դնելու։ Ասենք թե ոստիկանությունից կլինի։ Մնացածը դուք կազմակերպած, դուք աշխատեք, դու ձեր ընտանիքը պայեք, մինչև մի բան կլինի, սենց չի մնալ։ Ամենակարևորը ոչ մի նպատակ չկա, եւ այսպես բոլորը պետք է անեն, կարողանալով մեկը մեկին օգնելով, աջակցելով, որ ամեն մեկն էլ տուն ապահով կարողանա այս ծանր վիճակից դուրս գալ։ Ես ինչ ցույց չեմ տա, եթե մարդը օրական 5000-10000 դրամ է վաստակում, որ իրանից 5-10000 դրամ մենք վերցնենք։ Պատրաստ եմ առանց որևէ ակնկալիքի տաղավարներ կառուցելու համար անվճար ձեզ տրամադրել այս տարածքը, որտեղ ավելի քան 400 տաղավար կառուցելու հնարավորություն կա։ Առևտրականների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ ստեղծված սոցիալական ծանր վիճակում յուրաքանչյուրի պարտքն է հնարավորության սահմաններում ձեռք մեկնել աշխատող մարդուն, ստեղծել պայմաններ ու հնարավորություն տալ մեր երկրում աշխատելու եւ ապրելու համար։ Աննարին ոչինչ չկա, սելի ժողովուրդ։ Հարկավոր է հասկանալ, իրար կողքի կանգնել, մեկը մյուսի մասին մտածի ու ամեն ինչ լավ է լինել։ Հիմա եթե ես ծանոթության տակ մտել եմ, ազնական խնդիր չունեմ, շահ չունեմ, բայց ուզում եմ ընդհանուր լավ լինի, ուրիշ բան չկա ստեղ։ Իսկ ես ձեր բոլորի հետ եմ, որը մեկ անգամ ևս ինձ պարտադրում է ավելի շատ անել, որտեղ դա գնահատվում է։ Ամենակարևորը ժողովրդի հարգանքն ու սերն է, վստահությունը հավատքը։ Առևտրականները Գագիկ Ծառուկյանին խնդրում են աջակցել նաև տաղավար կառուցելու համար շուկայականից ցածր գնով շինանյութ ձեռք բերելու հարցում։ Պարոն Ծառուկյան, մեկ էլ մեր խնդրանքն է, որ գիտենք ձեր հնարավորությունները, որ դուք ունեք մեծ հնարավորություններ շինանյութի հետ կապված եմ ասում։ Ցեմենտն էլ ասենք թե ինչքան 100 տոննա ցեմենտ, ես ձեզ ձրի իմ կողմից, հետ էլ տամ ձեր բոլորին հավասար։ Շնորհակալ։ Առևտուր չկա եւ ստեղծված վիճակում թանկանում է տաղավարների վարձավճարները, ասում են Հրազդան տոնավաճառի առևտրականները եւ հավելում. ստիպված պետք է դադարեցնենք առևտուրը եւ օրվա հացի խնդիրը լուծելու համար այլ աշխատանք փնտրենք։ Ամիսը մեկ քնում հելում են մի հատ գին են դնում, հիմա մեզ այդ գինը ձեռ չի տալիս, մարալնի չենք կարող վճարել, 230,000-ից դառել է 330, ի վիճակի չի մարդը տեղ աշխատելու, ինչ անենք, չաշխատենք, պետք է երկրից թողնենք գնանք, ես չեմ ուզում գնամ։ Ինչ խաբարա 330,000 դրամ, ժողովուրդը ի վիճակի է մուծելու, մեկը ես տունս ծախել եմ։ Ժողովրդի 80%-ը բոլորը վարկերի տակ, բանկերի տակ, արդեն մի ահավոր վիճակ է տիրում։ Տոնավաճառի աշխատողներն ասում են, որ գոհ են Գագիկ Ծառուկյանի առաջարկած արտոնյալ պայմաններից։ Ըստ նրանց ավելի լավ տարբերակ, քան Գագիկ Ծառուկյանի առաջարկն է, չի կարող լինել։ Գնայի պայմանները ձեռնատու չէր։ Այսօր ժողովուրդը դիմեց պարոն Ծառուկյանն էլ ամբողջական անվճար բարեգործական նպատակներով օգնեց ժողովրդին։ Ոնց որ միշտ անում։ Պարոն Ծառուկյանի աջակցությունը մեզ համար շատ մեծ խթան է, մեր հետագա գործունեությունը զարգացնելու համար, մեր ընտանիքները պահելու համար եւ նաեւ ինչու՞ չէ երկրի սատար լինելու համար։ Այս պայմաններով կարող ենք աշխատել, տունը պահել։ Երևի դեռ կորցրածներս էլ կարող է հետ բերենք, Շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին։ Շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանից, որ մեզ ընդառաջում է մեր խնդրանքը։ Վերջապես մենք երևի Հայաստանում կգտնվենք։ Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր տոնավաճառը եւ բոլոր ցանկացողներին անխտիր անվճար տեղ հատկացնել, որպեսզի որևէ մեկը փաստի առաջ չկանգնի եւ կարողանա ապահովել իր ընտանիքի եկամուտը։ Արթուր Հակոբյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։